Հունիսի 1-ից սկսած կաթ մթերող կազմակերպությունները հայտարարել են կաթի 1 լիտրը կգնեն 110-ից 120 դրամով։ Վերցնում են 130 դրամ, հիմա այցեցրել են 120 դրամ։ Որն որ սովորական ջրիգինը 150 դրամ է, կաթը իջնում է 120 դրամ, եկուս հաշտեն 110-ը ուժեր ինչքան բարը կնա 60 դրամ մինչև իջացնեն։ Էներգիան թանկացել է, լույսը թանկացել է, ջուրը Խանութներում ոչ մազունի կիննեի չէ, ոչ կատնամտերքի, ոչ պաների, ոչ կարակի։ Եթե գյուղացուց կաթը վերցնում են էժան գնով, դե ուրեմն թող էժան ծնեն խանութների ապրանքը։ Կատնամտերքը, այսինքն սպանիրը, կարակը, սմետանը, տվարոկը։ Կաթի մտերման ծավալները սովորաբար ամռան ամիսներին կտրուկ աճում են, հենց այս ամիսներին է գյուղացին փորձում իր մթերքից օգուտ քաղել։ Սակայն ծավալի աճից առավել օգտվում են կաթ վերամշակողները։ Գյուղացին ինքը ցանկություն չունի իր կաթը վերամշակել։ Պատճառներն ակնհայտ են։ Որտեղ պանիրը իրացնենք։ Չունենք, ծախել իրացնենք, որտեղ տանենք, առնող չկա։ Փող չկա ժողովրդի ջերով կառնի։ Ով կառնի։ Ամսակին կինչենք։ Ում տանք։ Երբ որ սաֆերμένին կան, իրենք կստանան, իրենք պանիրը շինենք ու տան, մենք ում տանք։ Գեղացուն հələ քաղաքեստան թողնենք որ տանի գեղացին ծախեն։ Ընդհանրապես գյուղացու կողմը չեն, գյուղացին բաբշե սննգացել է։ Գյուղացին որ չստեղծե քաղաքացին ինչով դե ապրի։ Քով գաբրինգ մերնիմ դեզի խոյմա չէ դեթե։ Քիժմա թո թանգենի, որ ժողովուրդին այդ աղագպայե ուտեսնեդի խմցնեդի դեպրոտի ջամփե ուրախանանդի։ Նախկինում տանցադարը եղել է 170, հետև իջուցին 130-ի միայն ամսու մեկով իջուցել են 120։ Ինչ ենք, եթե։ Ես իշկեն է, սակ նախրի հաղ, արոդի հաղ, բանկենեք հեշտակ հեշտ բամը չի մնա, էլի հուրդիստակ լեսի բանի բերջ, դե կատը ինչ հասկցանք, էդ խանութները լավր չեն բանել է, եժն ծրի, խանութները նույն գինն է, բայց ժողորդին է կամետին ամուտ։ Թեև գյուղացին դժգոհում է, սակայն 2015 թվականի հունվար-հուլիս ամիսներին վիճակագրական տվյալների համաձայն կաթի արտադրության ծավալներն ավելացել են 21,8 տոննայով կամ 5,4% եւ կազմել 428,8 տոննա։ 2014 թվականին կաթի արտադրությունը կազմել է 646,000 տոննա, որը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում էր 39,000 տոննայով կամ 6,4%-ով։ Սակայն կաթի պահանջարկն է կտրուկ նվազել, ինչն էլ դարձել է գնանկման պատճառ։ Որոշ ժամանակ առաջ իրաքցիները խնդիր է ներկայացրին գյուղնախարարին։ Վերջինս պահանջարկի ծավալի նվազումը կապում է կաթի ցածր որակի հետ։ Լուրջ խնդիր ունենք կաթի որակի առումով։ Մեր այսօրվա կաթը, որ գյուղացիական տնտեսությունները 10 լիտրով, 20 լիտրով արտադրում են, այսօր ճիշտը պիտի խոսենք։ Ես չեմ ուզում որևէ մեկին մեղադրեմ կամ վիրավորեմ, ճիշտ հասկացեք ինձ։ Բոլորդ էլ սա կընդունեք, որ այն կաթը, որ մենք այսօր վաճառում ենք, գյուղացին 1 վեդրո կաթը վաճառում է, դա ցածր որակ ունի։ Բարձր որակի կաթը, լսեք մի րոպե խնդրում եմ, լսեք։ Ուրեմն այն բարձր որակի կաթը, որտեղ որ ֆերմերային տնտեսություններ ունեն 10 գլուխ, 20 գլուխ, ուրեմն կովեր եւ մեքենայական կիթ են իրականացնում, այնտեղ կաթի որակը բարձր է։ Եվ նրանք կարողանում են կաթը վաճառել, ես այսօր տնտեսություններ գիտեմ, որ ամբողջ տարին կաթը 200 դրամից պակաս չեն վաճառում։ Իրավիճակը կփոխի միայն կոոպերատիվների ստեղծումը, այդ պարագայում գյուղացին ինքը կկարողանա վերամշակել կաթն ու իր ուզած գնով իրացնել։ Առաջին այդ կոոպերատիվների խնդիրը լուծենք։ Եթե դա լուծվեց, կոոպերատիվները ունենում են մեծականակ արտադրանք եւ կարողանում են պայմանագրային հարաբերությունների մեջ մտնել մթերով կազմակերպությունների հետ։ Այսօր մենք այդ օրինակներն ունենք։ Կոոպերատիվ ունենք, որտեղ օրական 2 տոննա կաթ է ունենում եւ այդ 2 տոննա կաթը արդեն պայմանագրով է, երկարատե պայմանագրով հանձնում է վերամշակող ձեռնարկությունը։ Կոոպերատիվների ստեղծումը դեռ ժամանակ է պահանջում, մինչ այդ համայնքաբնակները ստիպված են հաշվի նստել շուկայի թելադրած օրենքների հետ։ Հեղինե Մանուկյան, Խաչատուր Գևորգյան, այսօր։